Այս տունը աշխարհի ամենատարօրինակ տներից մեկն է, այն գտնվում է ԱՄՆ-ում և մինչ այսօր համարվում է առեղծվածքներով լի վայր։ Այս պատմության կենտրոնում մի կին է՝ Սարա Վինչեսթերը։ Նա ամուսնացած էր Վիլյամ Վիրտ Վինչեսթերի հետ, որը Վինչեսթերների մեծ զենքի ընկերության ժառանգն էր։ Վինչեսթերների ընտանիքը ղեկավարում էր Winchester Repeating Arms Company ընկերությունը։ Այդ գործարանում ստեղծվում էին հզոր զենքեր, որոնք օգտագործվել են պատերազմներում և բախումներում։ Բայց հետո տեղի ունեցավ ողբերգություն։ Վիլյամ Վիրտ Վինչեսթերը մահացավ երիտասարդ տարիքում, Սառան մնաց միայնակ, և հենց այդ ժամանակ սկսվեց ամենատարօրինակ հատվածը։ Սարա Վինչեսթերը սկսեց կառուցել մի տուն, բայց դա սովորական տուն չէր։ Տան մեջ կա ավելի քան 160 սենյակ, մոտ 2000 դուռ և մոտ 10,000 պատուհան։ Ամեն օր նոր սենյակներ էին ավելացվում, աստիճաններ, որոնք ավարտվում էին պատի մեջ, և դռներ, որոնք բացվում էին դեպի ոչ մի տեղ։ Ոչ ոք չգիտեր տան իրական կառուցվածքը, նույնիսկ աշխատողները։ Ասում են, Սառան հավատում էր, որ իրեն հետապնդում են այն մարդկանց հոգիները, որոնք մահացել են Վինչեսթեր զենքերից, և այս տունը նա կառուցում էր, որպեսզի խաբի նրանց։ Տան կառուցումը շարունակվեց մոտ 38 տարի։ Այսօր այն դարձել է տուրիստական վայր, բայց շատերը դեռ հավատում են, որ այնտեղ ինչ-որ անբացատրելի բաներ է կատարվում։ Այս պատմությունը մնում է գաղտնիք։ Արդյոք դա պարզապես վախ էր, թե իրականում ինչ-որ մութ գաղտնիք էր թաքնված սրա մեջ։